Sportcast։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, Sportcast-ի հերթական թողարկումն է, այսօր հիմնական թեման բասկետբոլն է, հայկական բասկետբոլը, իմ հյուրն է Բասկետբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Նազարյանը։ Արթուր, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, արդեն նոր կարգավիճակում մենք առիթ ունեցել ենք այս ստուդիայում միասին խոսելու, թե բասկետբոլի, թե ընդհանուր Հայաստանում սպորտի զարգացման հնարավոր ուղիների մասին, մենեջմենտի, կառավարման մասին, այսօր արդեն հյուրընկալում եմ ձեզ, արդեն նոր կարգավիճակում, դուք մինչ այդ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն եք, արդեն ընտրվեցիք օրերս ֆեդերացիայի նախագահ, ընդ որում միանձնյա, այսպես բոլորը քվեարկեցին ձեր թեկնածության օգտին, տեսնենք ինչ ենք, դուք ներսի մարդ եք ֆեդերացիայում, տարիներ շարունակ աշխատել եք այդտեղ, գիտեք բոլոր նրբությունները, բոլոր խնդիրները, տրված լուծումները, այդ թվում նաև դուք եք մասնակցել այդ ամենին, հիմա արդեն նոր կարգավիճակում, իհարկե իրադարձությունները վերջին ամիսներին շատ են, մենք պետք է անդրադառնանք նաև երիտասարդական հավաքականների մրցելույթներին, եվրոպական ասպարեզում, բայց քանի որ առիթը վերջին իրադարձությունը, որ տեղի ունեցել, դա ընտրությունն է եւ դուք ընտրվել եք, կրկնում եմ, ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, այդ ամենից պետք է սկսենք։ Ինչ նոր տեսլականներ, այդ բառը շատ չեմ սիրում, բայց դուք շատ գաղափարներ եք գեներացնում, նախորդ անգամ մենք դրա մասին խոսեցինք, այդ գաղափարների, այսինքն արդեն նոր կարգավիճակում կյանքի կոչումը արդեն տեսնում եք, թե դեռևս հələ պետք է աշխատեք այդ ուղղությամբ, քանի ոչ թե նոր եք ընտրվել այս պաշտոնում։ Ես եւս ողջունում եմ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ասեմ, որ ֆեդերացիայի նախագահի ինստիտուտը Հայաստանում մարզական ֆեդերացիաների մի փոքր աղավաղված է վերջի տարիներին, տարբեր առիթներով լինում են շփումներ եւ շատ հաճախ ֆեդերացիայի նախագահին դիտարկում են որպես մեկը, ով կոպիտ ասած քավոր կարող է լինել, հա, եւ ֆեդերացիայի խնդիրները կլուծի, հատկապես ֆինանսական, բայց մենք վաղուց բասկետբոլի ֆեդերացիայով այլ ուղի ենք բռնել, մենք գտնում ենք, որ ֆեդերացիայի նախագահը պետք է լինի լավ մենեջեր, որը պետք է կառուցի լավ համակարգ, որովհետեւ եթե համակարգը չկառուցվի, ապա ամեն ինչ կախված լինի նախագահից եւ նրա ֆինանսական կարողություններից, ապա դա կարող է փլուզվել շատ հաճախ։ Հիմա մենք ինչ եմ սա ասում, որտեվ սա տարբեր տեղեր է քննարկվել, տարբեր հարթություններում, տարբեր ֆեդերացիաների հետ կապված, որ այլ մարզաձևերի, այսինքն շատ ընդհանրապես Հայաստանում առաջի հերթին մտածում են, որ պետքա ֆեդերացիայի նախագահ բերեն ինչ-որ ազդեցիկ մարդու, որը մեծ ֆինանսներ ունի եւ կարող է հովանավորել տվյալ մարզաձևը, բայց դա կարճաժամկետ լուծում է, որտեվ եթե մենք ուզում ենք համակարգ, եթե մենք ուզում ենք երկարաժամկետ պլաններ, դա պետքա ստեղծել պետության հետ համագործակցությամբ, տարբեր կառույցներ, հովանավորներ, պետքա ստեղծել պրոդուկտ, որը կարողանա կայուն ապահովել ֆինանսական հոսքեր։ Դրա համար մեր հիմնական նպատակը ես պարզ է, որ իմ համար ֆեդերացիան դա նոր կառույց չէ, նոր կարգավիճակում էլ շատ բան չի փոխվելու, ես շարունակելու եմ նույն ուղղությամբ նայել, որ մեզ պետք է կառուցել հզոր ուժեղ համակարգ, որ անկախ անձերից այն անխափան գործի երկարաժամկետ երկար տարիներ։ Համակարգը, որքան հասկացա ձեր խոսքից, ձեզ մոտ արդեն այդ համակարգը որոշ չափի արդեն կայացել է։ Նայեք, երբ որ 2000-ականների երկրորդ կեսին, երբ որ ֆեդերացիան կազմավորվեց, փոփոխություններ եղան, այն ժամանակ Հրաչյա Ռոստոմյանը եկավ, հետո ինձ հրավիրեց որպես սկզբում մամուլի պատասխանատու, հետո արդեն գլխավոր քարտուղար, այդ ժամանակ հավաքականներ չկային Հայաստանի առաջնություններ կանոնավոր, Հայաստանի առաջնությունները անցկացվում էր տարին մեկ անգամ, մեկ շաբաթով, իսկ դա նույնիսկ սիրողական մակարդակի համար ծիծաղալու է։ Մենք ստիպված էինք 0-ից ամեն ինչ կառուցել ու այսօր մենք նույն
եվրոպական ֆեդերացիաների, Եվրոպայի ֆեդերացիայի, բասկետբոլ ֆեդերացիայի հետ, աշխարհի ֆեդերացիայի հետ մեր հարաբերությունները լավ են, քանի որ մենք ակտիվ մասնակից ենք դարձել։ Մենք ունենք կոնկրետ այս ամառ մենք 7 տարիքային հավաքական ենք ունեցել տղամարդկանց եւ կանանց։ Մաքսիմումը 8 է։ Մյուս տարի հավանական է որ 8 կունենանք։ Իսկ դա լուրջ ցուցանիշ է։ Ամեն հավաքականի կազմավորումը 16, 18, 20 մեծեր, այդ ամեն ինչը պահանջում է մեծ ռեսուրսներ, մեծ աշխատանք։ Եվ այս տարիների ընթացքում մեզ հաջողվեց կազմավորել այդ հավաքականները, որոնք կմասնակցեն Եվրոպայի առաջնությունների, աշխարհի ընտրական փուլերի Եվ մասնակցում են արդեն նախորդ տարիներին հաջող մասնակցություններ էլ ունեցել մեր տարբեր տարիքային հավաքականները, իհարկե խոսքը գնում է առաջին հերթին երիտասարդական հավաքականների մասին, դե ազգային հավաքականներ, թե ընկերական հանդիպումների անցկացնում, թե խոշոր մրցաշարերի որակավորման փուլերի մասնակից է։ Այո, ու այդ ամեն ինչը դրան զուգահեռ պետք է նաև առաջնությունները փոխվեցին, դարձան ռեգուլյար, արդեն խաղացողների արտոնագրում սկսվեց, մարզիչների վերապատրաստման տարբեր ծրագրեր։ Այդ ամեն ինչը բերեց նրան, որ մենք այսօր արդեն լիարժեք եվրոպական բասկետբոլի անդամ ենք։ Բացի այն, որ մենք կազմակերպում ենք Երևանում բավական խոշոր եվրոպական առաջնություններ։ Հիմա մեր նպատակը, որ այդ համակարգը պնդանա, կայունանա, ցավոք մեր երկրում այդ մշակույթը բավական թույլ էր, քանի որ հիմնական շեշտը դրված է եղել անհատական մարզաձևերի վրա, կարելի ասել թիմային մարզաձևերում մենք վերջի տարիների նոր ենք սկսում այդ ամեն ինչը յուրացնել, մեզ համար էլ է շատ դժվար, որովհետև տեսեք հասարակ բան ասեմ, մեզ մեկ հարցումներ է գալիս, որոնք թիմային մարզաձևի չեն վերաբերվում։ Օրինակ մեզ մոտ հավաքականները ձևավորվում են այլ սկզբունքներով։ Մեզ մոտ քաշային կարգեր չկան, օրինակ, կամ ուրիշ կառուցվածք է։ Իսկ ընդհանուր հայկական սպորտում երկար տարիներ եղել են անհատական սպորտին վերաբերվող, անհատական սպորտին առնչվող կարգավորումներ, օրենքներ, հրամաններ։ Հիմա որ նայեք թիմային սպորտաձևերի մասով վիճակը շատ տխուր է։ Դրա համար այդ ամեն ինչը փոփոխման փուլում է, մենք ակտիվորեն աշխատում ենք եւ համագործակցում ենք պետական կառույցների հետ, որ կարողանանք այդ փոփոխությունները իրականացնենք։ Ի վերջո խաղային մարզաձևերը, ներեցեք որ ընդհատում եմ, խաղային մարզաձևերը այլ ֆինանսական բյուջեների, այլ չափով ֆինանսական բյուջեներ են նախատեսում, դե ենթակառուցվածքների մասին էլ չասեմ։ Եթե անհատական մարզաձևերին նույնպես ենթակառուցվածքներ են իհարկե անհրաժեշտ, բայց խաղային մարզաձևերի ենթակառուցվածքների ծախսը եւ կառուցումը այլ մակարդակի է։ Ճիշտ է, պետք է նշել, որ այստեղ խնդիրը ավելի շատ ոչ թե թիմի քանակն է, այսինքն շատ դեպքերում պատկերացնում են, որ թիմային մարզաձևը շատ մարդ է մեկնում, չէ, գրեթե նույնն է, եթե որոշ անհատականների հետ համատենք, ավելի շատ իրադարձություններն են շատ։ Օրինակ Հայաստանի առաջնություն շաբաթը 1 հանդիպումներ են, տասնյակ հանդիպումներ են կայանում տարբեր տարիքային, այսինքն անընդհատ իրադարձություններ կան, ոչ թե տարին 1-2 անգամ, այլ անընդհատ այդ process-ը գնում է։ Բացի այդ, մենք էլ եմ ասում, օրենսդրական մի շարք կարգավորումներ կան ու ես ֆեդերացիայի ժողովում էլ ասացի, որ առանց պետության հետ սերտ համագործակցության, առանց պետական լուրջ աջակցության, դա կլինի թե ֆինանսական, թե օրենսդրական, մենք չենք կարող ունենալ այդ արդյունքները։ Եվ հիմա մենք մտնում ենք նոր ցիկլ, 4 տարվա ցիկլ, եւ այդ հիմնական ուղղությունները լինելու են պետության հետ համագործակցություն, սկսած ենթակառուցվածքներից, վերջացրած հավաքականների ճիշտ կազմավորումը, ճիշտ ռեսուրսների բաշխումը, վերջացրած քաղաքապետարաններով, որովհետև մեր քաղաքապետարանների հետ աշխատանքը վերջի տարիներին սկսվել է, բայց դեռ այն մակարդակի վրա չի, այն ցանկալի մակարդակի վրա չի։ Ու տեղ էլ մենք խնդիր ունենք, որովհետև քաղաքապետարանները իրանք հիմնականում այլ կերպ են պատկերացրել սպորտի զարգացումը, սպորտի կյանքը,
իսկ մենք պետքա կարողանանք համագործակցել, աշխատել, որ քաղաքները մասնակցեն այս ամեն ինչին։ Խոսքը միայն մարզադպրոցների դե քաղաքապետարանին պատկան, մարզադպրոցների, միջնակարգ դպրոցների, ավագ դպրոցների հետ համագործակցություն, այսինքն որոշակի առաջնություններ այդտեղ այդ մակարդակում անցկացվում են, բայց ես այդպես եմ հասկանում, ավելի մասշտաբային է։ Ավելի մասշտաբային, ես ավելի շատ նկատի ունեմ, որ ամեն քաղաքապետարան որոշակի աջակցի, որ տվյալ քաղաքում գործի ակումբ, բասկետբոլային ակումբ, կլինի մարզադպրոցի կորիզով թե այլ կերպ, դա էական չի, կարևորը որ լինի։ Այսինքն հիմա օրինակ երրորդ քաղաք Վանաձորը կարծում եմ բոլոր պայմանները ունի, որ ունենա բասկետբոլային ակումբ, որտեղ պատանեկան բասկետբոլը բավական աշխուժ է Վանաձորում, կանանց թիմ ունեն, բարձրագույն խմբում են խաղում։ Հիմա մարզվողներ կան, տարիներով մարզվում են, բայց գալիս է հասնում արդեն մեծահասակների պայքարում վերջանում ամեն ինչ, որտեղ չկա ակումբ։ Հիմա եթե Վանաձորի քաղաքապետարանը զբաղվի այդ հարցով, այսինքն մինիմալ պայմանները ստեղծի, դա արդեն թե քաղաքի համար է կարևոր, ամեն շաբաթ կամ 10 օրը մեկ քաղաքը կունենա բասկետբոլային հանդիպում, ունեն հոյակապ մարզադահլիճ, որը որոշակի վերանորոգումներից հետո շատ հենց Երևանի Դինամոյի եւ սպորտի կառավարման կենտրոնի նույն կառուցվածքով մարզադահլիճ ունեն, ինքը արդեն մեծ փոփոխություն կբերի։ Հիմա քաղաքները շատ կարևոր դեր են խաղում։ Աշխարհագրությունը պետք է մեծանա, պետք է իրանք ներգրաված լինեն այս process-ի մեջ, եթե մենք ուզում ենք լավ բասկետբոլ ունենանք, ու ստե մենակ բասկետբոլը չի շահում, նաև քաղաքներն են շահելու, իրանց կյանքը աշխուժանալու է սրա շնորհիվ։ Արտուր, այս պարագայում դե հասկանալի է, եթե դուք քաղաքային, դե համայնքային իշխանությունների հետ զրուցեք, որևէ մեկը ձեր գաղափարներին դեմ չի արտահայտվի, կասեն շատ լավ գաղափարներ են, նույն Վանաձորում, այլ քաղաքներում մեծ փոքր, որևէ տարբերություն չկա, որևէ մեկը չի առարկի։ Միայն թե կասեն, դե գիտեք, ֆինանսական միջոցները մեր սուղ են, մեր բյուջեն այնպեսին չէ, որ մենք սպորտի ուղղությամբ պարզ է նայում ենք, որոշակի ծախսեր իրականացնում ենք, բայց մի առանձին ակումբ էլ ունենալու եւ այդ ծախսատարությունը հոգալու խնդիրը մեզ մոտ ակնհայտ շատ սուր է, այդպես ձեզ կպատասխանեն։ Որքան ես հասկանում եմ։ Գիտեմ, նման պատասխաններ հաճախ եղել են, մենք չենք ուզում, որ ամբողջ բեռը մնա քաղաքապետարանների վրա, մենք հիմա հովանավորչական ինչ որ քաղաքականությունն էլ պետք է մշակվի, այսպես եմ հասկանում։ Իրական ծախսերը բավական փոքր են, եթե նայենք հիմքի համար են փոքր, այսինքն տարեկան շատ մոտավոր 10 միլիոն դրամով կարելի է բասկետբոլային ակումբը գործի։ Ինքը գնա, գա, խաղա, եթե տեղացիներ են 10 միլիոն դրամը բավական է։ Մենք էլ որոշակի աջակցություն կցուցաբերենք, չգիտեմ, մարզիչ խաղացողներ, որոնք որ ակումբ են փնտրում, այդ թվում արտասահմանից։ Բացի այդ, դա կբերի, որ տարբեր կառույցներ հենց այդ քաղաքներում որոշակի աջակցություն ցույց տան։ Հավատացեք, դա փոքր գումար է, եթե մենք ընդհանուր բյուջեները նայում ենք, այսօր նենց ծրագրերի վրա նենց աստղաբաշխական գումարներ են ծախսում, որ հաստատ կարելի է տարին 10 միլիոն դրամ գտնել, էլի, որտեվ դա մեծ ծախս չի։ Ու ստեղ խոսքը չի գնում եվրոգավաթներին մասնակցելու, մի քանի միլիոն դոլար ծախսելու մասին։ Խոսքը գնում է, որ ուղղակի պետք է ունենալ քաղաքը, պետք է ունենա մարզական ակումբ, տվյալ դեպքում բասկետբոլն է, եթե ուրիշ մարզաձևերը կլինեն, այլ ավելի լավ թող լինի, ինչքան ակումբը ուժեղանա, դա բոլորի օգուտն է։ Ու փոքր հարցեր են, պետք է ուղղակի աշխատել, հասկանալ, որ այս տարիներին մենք տեսել ենք, որ շատ փոքր միջոցներով կարելի է այդ ամեն ինչը ապահովել։ Ուղղակի պետք է ցանկություն, պետք են կոմպետենտ մարդիկ, պետք են քաղաքներում պետք է լինեն սպորտը կառավարող մարդիկ, սպորտից հասկացող մարդիկ, ովքեր որ գիտեն, թե ինչպես է ամեն ինչը կառավարել։ Մի հատ հասարակ բան ասեմ, օրինակ նույն Վանաձորում
ես մի քանի օր հետ խոսեցի, Ամերիկայում կան մարդիկ, Վանաձորից գնացած, որոնք սիրում են բասկետբոլ, պատրաստ են որոշակի աջակցություն, բայց այդ կապը պետքա ստեղծել, այդ կապը պետքա աշխատացնել։ Փոքր հովանավորներով կարելի է այդ ամեն ինչը ստեղծել։ Ու մյուս երկրներում էլ է տենց, քաղաքը կանգնած է այդ պրոյեկտի գլխին, այդ ակումբի գլխին, բայց կողքից արդեն ի հայտ են գալիս մարդիկ, որոնք օգնում են։ Արթուր, այս պարագայում իսկ կարող է մենք նաև դիտարկենք ի վերջո բասկետբոլի հայրենիքի փորձը այնպես ինչպես է այնտեղ այդ մարզաձևը նաև պատանեկան երիտասարդական մակարդակում խոսքը գնում է բուհերի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, թիմերի, ակումբների, որոնց մեծ առաջնություններ են անցկացվում, դրա մասին բոլորը գիտեն, բասկետբոլի սիրահարը լավ գիտի, թե Ամերիկայում բասկետբոլը այդ երիտասարդական մակարդակում առաջին հերթին ներկայացված է ոչ միայն քաղաքներով, այլ նաև բուհերով։ Այս ուղղությամբ որևէ աշխատանք կարող է իրականացվել, թե ոչ։ Դրա նախադրյալները կան, մենք վերջերս ԿԳՄՍ-ում հանդիպում էինք ունեցել եւ Ժաննա Անդրեասյանը նախարար նշեց, որ բուհերը պետք է ներգրավվեն, որ ավելի ակտիվանա, հիմա դպրոցականների գավաթ է անցկացվում վարչապետի հովանու ներքո։ Ոչ առաջի տարին դրա մասին։ Այո, 2 տարի անցկացվեց, հիմա դրա շարունակությունը կարող է դառնալ բուհերի միջև։ Եվ պետքա դարձյալ բուհերը շատ ակտիվ լինեն, բուհերը շահագրգռված լինեն, որ իրենք ունենան այդ թիմերը, օրինակ նույն ԱՄՆ-ում բուհերի համար բուհերին ոչ մեկ չի խնդրում, որ իրենք այդ բասկետբոլային ակումբներ ունենան, դա երկար տարիներին ձևավորված մշակույթ է, բուհերը իրենք են կռիվ անում, որ լավագույն խաղացողներին բերեն, հետաքրքրեն ինչ որ կերպ, հիմա արդեն նույնիսկ վճարում են։ Մեր բուհերի դեպքում ենթակառուցվածքների որոշակի խնդիր կլինի, որտեղ կան բուհեր, որ չունեն այդ ենթակառուցվածքները, բայց մյուս կողմից էլ պետք է ինչ-որ մի պահի դա փոխվի, որտեղ հիմա որ նայում ենք, ասենք բուհերի շրջանառությունը միլիարդավոր դրամների շրջանառություն է, չեմ կարծում, որ 1-2 մարզադահլիճ նորոգելը կամ նույնիսկ կառուցելը դա անհավանական բան է։ Այստեղ ինքը առանձին ճյուղ է, մենք իհարկե կարող ենք համագործակցել, աշխատել, բայց սա ուսանողական սպորտի տիրույթում է եւ մենք չենք կարող ամբողջությամբ մեր վրա վերցնել, որովհետեւ կարգավորումներն էլ այնպիսին են, որ մենք կարող ենք համագործակցել, մրցավարներ տրամադրել, ուղղություն տալ, բայց ամեն դեպքում սա մեր տիրույթում չի։ Ես մեր ունկնդիներին եւ ականդիներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Նազարյանը։ Արթուր, նաև մենք բավական երկար խոսեցինք ընդհանուր տեսլականի, իհարկե ես վստահ եմ, որ սա այդ գաղափարների եւ հետագա անելիքի ընդհանրապես մի մասին խոսեցինք։ Ես խնդրում եմ ձեզ այսպես կոնսպեկտորեն առանձնացնել հիմնական ուղղությունները՝ ազգային հավաքական, երիտասարդական եւ բոլոր պատանեկան հավաքականների հետ աշխատանք։ Դուք բավական երկար եւ մանրամասն խոսեցինք ակումբային մակարդակում ինչ պետք է արվի։ Արվել է, հիմքը կա, հիմա խոսքը գնում է, այսպես եմ հասկանում, զարգացման մասին, որտեվ մի կետում դոփել պետք չէ, սա կարող է վերածվել ի վերջո փակուղու եւ այդ փակուղին կարող է տապալել ընդհանուր մարզաձևի զարգացումը այստեղ։ Ազգային հավաքականների մասով ասեմ, որ այս ամառը բավական հաջող էր։ 16 տարեկանները 6-ից 6 հաղթանակ ունեցան Երևանում, հաղթեցին C դիվիզիոնում։ 18 տարեկանները եւ C դիվիզիոնից B դիվիզիոնի ուղեգիր ստացան։ Նախ ինչպես կազմակերպեց 16-երի այդ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը այստեղ, դա հեշտ գործ չէ ի վերջո։ Այո, բավական հավաքականները ճիշտ է հյուրընկալվող այստեղ մեծ թվով չեն, 8-10 որպես կանոն այդպես է լինում։ Այո, բայց դժվար է անընդհատ ինչ-որ խնդիրներ են ծագում, բայց քանի որ նախորդ տարվա մեծ փորձ կար, դա օգնեց այս տարի ավելի սահուն անել ամեն ինչ։
Հիմա մյուս տարի ենք մտածում որևէ առաջություն բերել, օգոստոսին քննարկումներ են լինելու։ Ինչ վերաբերում է 16 տարեկանների անցկացմանը, ամեն ինչ լավ ընթացավ, ու ամենակարևորը, որ ունեցանք լավ արդյունք, դա քանի որ սեփական հարկի տակ, գիտեք, երկրպագուները գալիս են եւ ցանկալի է, որ ունենաս դրական արդյունք, բայց պետք է նշել մի բան, որ 16, 18, 20 տարեկանների հավաքականները ի վերջո պատրաստում են խաղացողներ ազգային հավաքականի համար, ու մենք նայում ենք ինչ ունեցանք այս տարի 16 տարեկաններում, 18-ներում, 20-ներում ունեցանք մի շարք նոր անուններ, այսինքն տեսանք, որ հավաքականի իրենք ծառայում են իրենց նպատակին, հավաքականը մոտ ապագայում կունենա խաղացողներ, այս լավ սերունդ է մեծանում, եւ ինչքան էլ մենք արդյունքի հետևից ենք ընկնում, ինչքան էլ փորձում են մարզիչները ամեն ինչ անում են, որ լավ արդյունք լինի, բայց պետք է նաեւ չմոռանանք, որ սա ապագայի համար է արվում, ու սա ի վերջո նպատակը, որ ազգային հավաքականը ուժեղանա, ու այդ առումով թե կանանց, թե տղամարդկանց դեպքում մի շարք նոր անուններ կային, հատկապես 16 տարեկանների հավաքականում, 18-ներում տեսանք 3-4 նոր անուն, ովքեր 17-18 տարեկան էին, առաջի անգամ հանդես եկան Հայաստանից ու ցույց տվեցին, որ ապագայում կարող են նաև հավաքականը համալրել։ Եթե նայենք երկարաժամկետ, ապա հավաքականի հայտացուցակը սովորաբար 15-ից 20 հոգի են ամեն պատուհանին, որից վերջնական ընտրում են 12 հոգու։ Հիմա մենք պետք է տարին գոնե 3-4 նոր անուն ունենանք ներքևից եկող, որ հավաքականը ապագայում ավելի մարտունակ լինի։ Իդեպ այդ նոր անունները ոչ միայն տեղացի, Հայաստանում մեծացած երևանցի, գյումրեցի, վանաձորցի բասկետբոլիստներ են երիտասարդ կամ պատանի, այլ նաև մեր հայրենակիցները արտերկրում բնակվող ընտանիքներից, որոնք որ ցանկություն են հայտնում եւ հրավիրվում են հավաքականներ։ Դուք նաև այդ աշխատանքներ, ֆեդերացիան, մարզիչները առանձնապես այդ աշխատանքը բավական լայնածավալ իրականացնում են ոչ մեկ տարի։ Այո, ասեմ, որ հատկապես ԱՄՆ-ում շատ մեծ մրցակցություն կա, քանի որ մենք չենք կարող տասնյակ խաղացողներ հրավիրել, պետք է ընտրենք լավագույններին, ամեն հավաքականում 3-4 ամենաուժեղ խաղացողներին, ընդեղ էլ հիմա արդեն այնց մեծ մրցակցություն կա, քանի որ համայնքն էլ բավական կազմակերպված է ու կենտրոնացված է, հատկապես Կալիֆոռնիայում, ասենք, լինում են փորձարկումներ, որ գալիս են 60-70 հայ պատանիներ, ու մարզիչները պետք է ընտրեն լավագույն 2-3-ին, մնացածին էլ բնականաբար պետք է ասել, որ սա վերջը չէ, դուք էլ եք շանս ստանալու, միգուցե 2 տարի հետո, 3 տարի հետո, կան համաշխարհային բասկետբոլի գերաստղեր, որոնք 16-17 տարեկանում ոչնչով աչքի չեն ընկել, բայց հետո դարձել են NBA-ի աստղեր, այսինքն այդ շատ վտանգավոր տարիք է, ու այնպես չի, որ ինչ-որ մեկը հավաքական չի ընդգրկվել այս տարիքում, պետք է ինքը թողնի բասկետբոլը, չէ, կարող է 2-3 տարի հետո այնպես իրան դրսևորի, որ դառնա, ասենք, հիմա նույն մեր հավաքականից հիմա 21 տարեկան է Յուրա Մելիքյանը, արդեն մի շարք ակումբներ հետևում են իրան, վերջի սեզոնում Շվեյցարիայում խաղաց, մի քանի տարի առաջ ոչ մեկ չէր հավատում, որ Յուրա Մելիքյանը կարող է նման առաջադիմություն ցույց տա, բայց այսօր մեծ քայլերով գնում է առաջ։ Եվ ոչ միայն խոսքը ոչ միայն Միացյալ Նահանգների մասին, այլ նաև Ռուսաստանի եւ դուք եվրոպական երկրներում շատ քիչ են լինում, բայց մեր համար շատ կարևոր է, որ խաղացողները լինեն հայկական ընտանիքներից, իրանք ցանկություն ցուցաբերեն, ոչ թե մենք ամիսներով համոզենք, խնդրենք, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ պետք է հավաքական խաղան նրանք, ովքեր իրոք մոտիվացված են, ցանկություն ունեն, գնահատում են Հայաստանի եռագույնը, զինանշանը, մենք ոչ մի խաղացողի հետևից չենք ընկնում։ Եղել են դեպքեր մոտ 10 տարի առաջ
որ խաղացողներ կային, որ ամբողջ տարին համոզում էինք, որ գային, հիմա նման բան չկա։ Խոսում ենք ծնողների հետ, հասկանում ենք, տեսնում ենք, եթե խաղացողը տաղանդավոր է, հրավեր ստանում է, ցանկություն ցուցաբերում է, գալիս է, չէ, Աստված իր հետ։ Այդ նպատակով նաև ընկերական հանդիպումներ են ազգային հավաքականի համար կազմակերպվում, այդ թվում նաև Միացյալ Նահանգներում եղան հանդիպումներ, ընդ որում ոչ թույլ հավաքականների հետ, մրցակիցները թույլ չէին։ Նախորդ տարի էլ այդպիսի հանդիպումներ եղան, եթե չեմ սխալվում, Կոստարիկայի եւ այլն։ Այսինքն հավաքականի համար էլ նաև այդպիսի բասկետբոլիստների, մեր հայրենակիցների արտերկրից, որոնք որ տաղանդավոր են, նաև փորձարկման այդտեղ ի վերջո ընկերական հանդիպումներին այսպես սահմանափակումը հրավիրյալների չկա, ես այդպես եմ հասկանում։ Փաստաթղթերն էլ ավելի հեշտ է, որտեվ պաշտոնական խաղերին պետք է պարտադիր արդեն ունենաս արտոնագիր միջազգային քաղաքացիություն պետք է ունենաս մի քանի տարվա նույնիսկ։ Ընկերական հանդիպումները ավելի հեշտ է, որոշակի փորձարկումներ լինում են ու հիմա գնալով ոնց որ ավելի աշխուժանում է ամեն ինչը։ Հետո Ամերիկայում այսօր բացվել են մի շարք հայկական բասկետբոլային ակադեմիաներ։ Այսինքն, եթե առաջ դպրոցներն էին, հայկական դպրոցներն էին, հայկական ինչ-որ միջավայրեր, կար Հոմենտմենը, որը ունի նավասարդյան խաղեր, այսօր կան նաև հայկական բասկետբոլային ակադեմիաներ, որոնք ունեն հարյուրավոր երեխաներ, որտեղ արդեն ավելի տեսանելի է, էլի, ինչ ներուժ կա։ Բայց ելի եմ կրկնում, շատ քիչ է տեղը, մենք չենք կարող 30 հոգու հրավիրել տվյալ առաջնությանը։ Հիմա օրինակ 16 տարեկաններից ենք խոսում, 3 հոգի է եղել ԱՄՆ-ից, 3 հոգի Ռուսաստանից, 6 հոգի հայաստանյան ակումբներից։ Այսինքն այդ համադրությունն է ստացվել։ Վերջին րոպեներն են մեր զրույցի։ Արթուր, այս պարագայում մենք պետք է իհարկե ազգային հավաքականի մասին երկար խոսենք, բայց ազգային հավաքականի հեռանկարը դուք ինչպիսին եք տեսնում, կարող եք ձևակերպել մի քանի րոպեի ընթացքում։ Տեսեք, մենք որպես ազգային հավաքական մենք նոր կարելի ասել առաջի քայլերն է արվում, առաջի 10 տարվա պատմություն ունի հավաքականը եւ դա տեսանելի է եւ եվրոպական երկրների հետ մրցակցում ես ու Եվրոպայի մրցակցությունը շատ բարձր է ու գնալով ավելի է ուժեղանում։ Հիմա մենք մյուս տարի օգոստոսին ունենալու ենք 2029 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպումներ, վիճակականությունը նախնական սեպտեմբերին է լինելու ու հենց վիճակականությունից հետո արդեն խաղացանքը կստանանք, կհասկանանք նախապատրաստական փուլը ոնց կընթանա, ըստ երևույթին լինելու է 4-ից 6 հանդիպում տուն դուրս տարբերակով ու դեռ մենք շանս ունենք գնալու Եվրոպայի առաջնության հիմնական փուլ, որտեղ 24 երկիր է։ Հիմնական ուշադրությունը լինելու է դրա վրա, բայց մենք ունենք նաև երկարաժամկետ պլաններ, ունենք օրինակ հավաքականի ընդհանուր պատկերը ինչպիսին ենք պատկերացնում 2030-ին, 32-ին, 34-ին, այն խաղացողները, որ հիմա 16 տարեկան են, մենք արդեն տեսնում ենք, թե 2034-ին իրանք կարող են օգուտ տալ, թե ոչ։ Մարզչական շտաբը երկարաժամկետ ծրագրեր ունի ու մենք բավական հեռուն ենք նայում, բայց այս պահին ամբողջ ուշադրությունը սևեռելու ենք մյուս տարվա օգոստոսի վրա, որտեղ մեզ բավական լուրջ փորձություն է սպասվում։ Ազգային հավաքականը, դե բասկետբոլը այն մարզաձևերից է խաղային, որտեղ այո, դուք արդեն բավական մանրամասն խոսեցիք, այո, Հայաստանը մեծ հնարավորություններ ունի, ոչ միայն ներսում, այլ նաև արտերկրից մեր հայրենակիցներին հրավիրելու, ի վերջո Միացյալ Նահանգները այդպես անծայրածիր հնարավորություններ է տալիս նաև հայ բասկետբոլիստներին, այնտեղ բնակվող մեր հայրենակից ընտանիքներից մասնակցություն ունենալու այստեղ Հայաստանի դրոշի ներքո խաղալու եւ ինչու՞ չէ նաև եթե երիտասարդ են հրավերներ ստանալու եվրոպական ակումբներից, եվրոպական բասկետբոլը բավական զարգացած է եւ ակումբները
բավական բարձր վարձատրություն են նախատեսում եւ տալիս են բասկետբոլիստներին, լավ պայմանագրեր այնտեղ լինում են, ինչու՞ չէ նաեւ Միացյալ Նահանգներում, դե նայում են, չէ, այդ ուղղությամբ, ինչպես դուք եք նշում, Միացյալ Նահանգներում մշակույթը այնպիսին է, որ բասկետբոլիստը 16-17 տարեկանում դե սիրողական մակարդակում զբաղվելով որևէ երիտասարդ կամ պատանի այս մարզաձևով ինքը նայում է ապագա սիրողականից պրոֆեսիոնալ մակարդակի անցնելու, թե ոչ։ Հիմա մենք այդ հնարավորությունը շատ ունենք։ Այդպիսին է նաև ֆուտբոլը, դե ֆուտբոլը այստեղ բավական զարգացած է մեզ մոտ մեր երկրում, բայց երբեմն մենք գիտենք, որ եւ նայում ենք արտերկիր, այնտեղից էլ մեր հայրենակիցները հրավիրվում են ազգային հավաք կան։ Նույնը նաև բասկետբոլի պարագայում եւ բասկետբոլը այս պարագայում նույնիսկ ավելի մեծ հնարավորություններ ունի։ Դուք այս հերանեկարների մասին ազգային հավաքականի խոսելիս դա էլ նկատի ունեք, այսինքն այդ աշխատանքը ավելի մասշտաբային է իրականացվում, թե ոչ։ Իրականում շատ բարդ է, ինչու, որովհետև 18, 19, 20 տարեկանում Ամերիկայում ապրող հայ բասկետբոլիստը պետք է արագ կողմնորոշվի։ Եթե հնարավորություն ունի մնա բասկետբոլում, թե ոչ, որովհետև Ամերիկայում կյանքը շատ թանկ է եւ շատ քչերը իրանց կարող են հնարավոր տենց իրանց թույլ տալ, որ չաշխատեն կամ հələ որ բասկետբոլում ուղղակի սովորեն որպես ուսանող համալսարանում, մինչև որ տեսնեն ինչ են անելու հետագայում։ Շատ շատերը 18-ից 20 տարեկանում թողնում են բասկետբոլը, պրոֆեսիոնալ բասկետբոլը եւ անցնում են այլ աշխատանքի, որովհետեւ ԱՄՆ-ում շատ քիչ լիգաներ կան, որոնք նորմալ վարձատրում են, կամ կիսասիրողական լեվելի են անցնում, դա օրինակ ընդունված է նաեւ Հարավային Ամերիկայի շատ երկրներում։ Եվրոպայում էլ մրցակցությունը էլի շատ բարձր է, եվրոպական երկրներն էլ իրանց շուկաների մասին են մտածում ու խիստ սահմանափակումներ ունեն, սկսած լեգիոներներից, ոչ Եվրոմիության երկրներից եւ բավական լուրջ մրցակցություն կա։ Մենք օրինակ Լիբանանի առաջնությունում հայկական թիմ կա, բայց այնտեղ էլ եթե դու լիբանանյան ինչ որ արմատներ չունես, եթե օրինակ հայ է, բայց պապիկը կամ տատիկը Լիբանում է ծնված, ինքը արդեն հատուկ ստատուս ունի։ Օրինակ Լիբանում ունենք հավաքականի խաղացողներ, հիմա փորձում ենք ովքեր որ լիբանանյան ինչ որ բան ունեն, փաստաթուղթ ունեն, կարողանանք դա օգտագործել, իրենց օգնել։ Այնպես որ մրցակցությունը շատ բարձր է ու այլ ավելի է բարձրանում։ Դրա համար մեր ներքին առողջությունը պետք է հնարավորություն տա շատ հայ ազգի խաղացողներ, որ գան ստեղ խաղան։ Այստեղ շատ կարևոր է ինչից որ սկսեցինք, մարզաձևի կառավարչից, մենեջմենտից, այսինքն այդ կառավարիչը ինչպես է տեսնում եւ ինչ ծրագրեր է նախ գեներացնում, հետագայում նաեւ այդ ծրագրերը կյանքի կոչում։ Դա շատ կարևոր է։ Ի վերջո իրավիճակը դուք նկարագրեցիք, ինչ ենք մենք տեսնում։ Բա կառավարչի այսպես գործոնը այստեղ ինչ ազդեցություն ունի։ Ամենամեծ շատ կարևոր է, որ Հայաստանի առողջությունները տարբեր տարիքայիններ եւ մեծահասակներ ուժեղանան եւ հնարավորություն տան ավելի շատ հայ բասկետբոլիստների դրսևորել իրեն։ Այստեղ է գլխավոր ուժը ու գլխավոր հնարավորությունը այստեղ է։ Եթե բարձա կլինեն Սփյուռքում խաղացողներ, բարձա նրանք ովքեր որ համապատասխանում են, ովքեր որ ունեն իրավունք, դռները միշտ բաց են լինելու, բայց մեր ներքին առողջությունից շատ բան է կախված ու մենք մեծ ծավալի աշխատանք ենք տանելու, որ հենց ներքին առողջությունը ուժեղացնենք, ավելի երկար դարձնենք եւ ավելի շատ թիմեր ներգրավենք։ Ինչի մասին որ դուք խոսեցիք առաջին րոպեներին նշելով, որ այլ քաղաքներում նախ քաղաքային իշխանությունների հետ է աշխատանք պետք է տանել, դուք Վանաձորի օրինակով խոսեցիք, բայց միայն Վանաձորը չի։ Այո, մենակ Վանաձորը չի, հիմա օրինակ Գյումրին, տեսեք, երկրորդ քաղաքն է, դա մարզադալիչ չկա։ Ուղղակի մարզադալիչ չկա, որ ակումբ լինի։ Ես Լոս Անջելեսում հանդիպել եմ տարբեր մարդկանց հետ, ովքեր Գյումրիից են, առանձնահատուկ վերաբերմունք ունեն Գյումրիի հանդեպ, պատրաստ են աջակցել, բայց չկա մարզադալիչ։ Տեսեք, ստեղ արդեն հարց է առաջանում. ինչ կարա անի ֆեդերացիան։
Եթե այդ դաշտը չստեղծվի, մենք ընդհանրապես կարգավորող մարմին ենք, մենք ընդհանրապես օգնում ենք, աջակցում ենք, իրականացնում ենք շատ ծրագրեր, բայց մենք չենք կարող գնանք քաղաքներում մարզադահլիճներ կառուցենք եւ հանձնենք տվյալ քաղաքներին։ Մենք պետքա ճիշտ հասկանանք էլի այս պահը, որտեվ թիմային մարզաձևերում այլ է իրավիճակը։ Սա անհատական մարզաձև չի, որ 50 հոգու միտեղ հավաքենք, մարզենք, հետո դրանցից իրանցից երկուսը գնան ինչ որ արդյունքներ բերեն։ Այստեղ լրիվ այլ պատկեր է ու այդ դաշտը երբ որ մենք ստանանք, բնականաբար պատկերը այլ կլինի։ Մենակ Գյումրին չէ, էլի քաղաքներ կան, որտեղ պետքա այդ հարցերը կարգավորվեն ու տարիներ շարունակ կուտակվել են այս հարցերը։ Հիմա ասում եմ, երկրորդ քաղաքում չկա մարզադահլիճ։ Այս պահի դրությամբ կա մարզադպրոց, որտեղ հարյուրավոր երեխեք մարզվում են, բայց այնտեղ հնարավոր չի անցկացնել հանդիպումներ բարձրագույն խմբի։ Դա հիմնական ուղղություններից մեկն է, որի ուղղությամբ դուք հայացք եք գցելու, ոչ միայն հայացք եք գցելու, այլ գնալու ենք այդ խնդիրների հետևից, բայց պետք է մեզ օգնեն, մեր հետ համագործակցեն, գիտակցեն, որ այս բենակ բասկետբոլի հարցը չի, սա լուրջ հարց է, եթե մի ամբողջ քաղաք չունի բասկետբոլի մարզադահլիճ, ու մենակ բասկետբոլը չի, տեղ կարա օգտվի վոլեյբոլը, հանդբոլը, մի շարք ուրիշ ֆուտզալը ինչու՞ չէ։ Եթե չունի, ուրեմն այստեղ մենք լուրջ խնդիր ունենք։ Դրա համար, երբ որ ես ասում եմ թիմային մարզաձևերի մշակույթը մեզանով պետքա փոխվի, մենք չենք ասում, դե չկա, ուրեմն չենք զբաղվելու, գնում ենք մենակ հավաքականների համար խաղացող գտնենք, վերջը։ Չէ, զբաղվելու ենք, բայց պետքա իրար օգնել ու համագործակցել այս հարցերը լուծել։ Դեռ sense չի կարա երկար շարունակվի։ Ազգային հավաքականի մասին միայն մտածելով չի, այլ նաև պետք է շատ ցածր մակարդակ, ցածր մակարդակ նկատում ունենք այն ստորին հիմքից սկսել։ Ստորին հիմքը պետք է բավական ամուր լինի, ես այդպես եմ հասկանում։ Այո, քաղաքների դերը շատ մեծ է, մենք չենք խուսափում պատասխանատվությունից, մենք էլ կզբաղվենք, մենք էլ իրանց հետ կաշխատենք, բայց միայնակ ոչ մի ֆեդերացիա, ոչ մի երկրում ոչինչի չի հասել։ Հիմա օրինակ էլ բերեմ, օրինակ Ամերիկայի պես հզոր երկրում բասկետբոլային գերտերությունում, ասենք ես շատ եմ լինում ԱՄՆ-ում շփումներում, ոչ մեկ չի իմանում ֆեդերացիայում ով է նախագահը կամ ով է գործադիր տնօրենը։ Գիտեն NBA-ի ղեկավարին, այո։ Չէ, ընդհանրապես մշակույթ կա բասկետբոլի, այդ ֆեդերացիան ընդհանրապես կարգավորում է այդ ամեն ինչը։ Հիմա նույնը կարող է Եվրոպայում մի քիչ այլ է, բայց մենք պետք է հասկանանք, որ ֆեդերացիաները պետք է այդ ամեն ինչը կարգավորեն, տանեն առաջ, բայց եթե չկա այն նվազագույն դաշտը, նվազագույն պայմանները, այդտեղ մենակ ֆեդերացիաները չեն կարող ոչինչ փոխել, դա անիմաստ խոսակցություն է դառնալու, որտեվ անընդհատ ասել, որ օրինակ մեզ շատ են դիմում, ասենք լինում է ինչ որ քաղաքից դիմում են, բա մեր քաղաքում չկա, այսինչ բան է, բայց ո՞վ է մեղավոր, որ չկա, կամ ի՞նչն է խնդիրը, որ ջեռուցում չունի ինչ որ մարզադահլիճ, պետական ֆինանսավորմամբ կառույցներ են շատերը, այդ ո՞նց է ստացվում, որ ջեռուցում չկա, ինչի այդ հարցը չեք բարձր, ում եք սպասել, ֆեդերացիան ինչ իրավունք ունի ջեռուցման հարց լուծի, մի լրիվ ուրիշ կառույցի ու ընդհանրապես հետո տեղ կարող որը նույնիսկ կարող է սեփականատեր ունի։ Այո, կարող է նույնիսկ իրավական հարց առաջանա, որտեվ դրանք կարգավորվող բաներ են, հարաբերություններ են, տեղ դու չես կարող ուզածը տեղը ինչ որ բան հարց լուծել, էլի, դրանք սենց հարցեր կան, որ մենք պետք է մի հատ կարգավորենք ու շատ վճռական լինենք, որ այս ամեն ինչը ի վերջո լուծում ստանա, որտեվ մենք մի կողմից ունենք լավ ներուժ, ունենք սփյուռք, ունենք լավ մտքեր, ունենք փորձ, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ երկար տարիներ համակարգում, ընդհանուր մարզական համակարգում, մարզական մշակույթը լուրջ խնդիրներ ա ունեցել ու պետք է այդ ամեն ինչը կարգավորվի, որ մենք ցանկալի արդյունք ստանանք, թե չէ մենք մեզ խաբելու ենք։ Նախընտրական ծրագրում որ կետերն եք բացի այս նշածներից դուք առանձնացրել եւ ի վերջո կրկնվում եմ դուք
բոլոր ներկայիս քվեարկելու իրավունք ունեցողները ձեր տեխնացիան օգտին են քվեարկել։ Դուք ներսի մարդ եք, այսպես եմ նկարագրում այն մարդկանց համար, մարզասերի համար, ով որ բասկետբոլի ֆեդերացիային այնքան էլ ծանոթ չէ։ Դուք ներսի մարդ եք եւ ֆեդերացիայի ներսի մարդիկ, բասկետբոլի մարդիկ նախընտրեցին, որ դուք շարունակեք ղեկավարել, այսինքն դուք լինեք գլխավոր քարտուղարի պաշտոնից նաև նախագահ այժմ արդեն դառնաք։ Ես մոտ 6 կետ էի առանձնացրել, հիմնականում այդ կետերի մասին խոսացինք, բնականաբար դա մանկապատանեկան բասկետբոլն է, ազգային հավաքականներն են, ներքին առաջնություններն են, ֆինանսական վիճակն է ֆեդերացիայի, որ պետքա բարելավվի, պետության հետ համագործակցությունն է եւ Սփյուռքի հետ համագործակցությունն է, 6 կետերն են, որոնք պետքա ճիշտ արվեն։ Օրինակ ես ժողովին էլ ասացի, որ Սփյուռքի հետ համագործակցությունը ես նկատի չունեմ, որ մենակ լավ խաղացող գտնենք, ասենք արի խաղա Հայաստանից կամ հրավիրենք։ Սփյուռքի ներուժը նաև պետքա ճիշտ օգտագործել, պետքա տարբեր ծրագրեր կապել տարբեր քաղաքների հետ։ Հիմա եթե օրինակ պայմանական Կապանում կա բասկետբոլային ծրագիր եւ Ամերիկայում կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են Կապանով, իսկ կան այդ մարդիկ, ես վստահեցնում եմ բոլորին, պետքա այդ օղակները ստեղծել, պետքա այդ կապերը ստեղծել, պետքա մարդիկ նաև հենց տեղում շահագրգռված լինեն, հետաքրքրված լինեն, եթե չգիտեն, սովորեն, որ այդ ամեն ինչը ճիշտ օգտագործի, որտեղ Սփյուռքը իրոք մեծ ներուժ ունի, բայց այդ ներուժը պետքա ճիշտ օգտագործել։ Հիմա վերջերս էլի եղավ քաղաք, որտեղ հենց Գլենդելից եկել էին բասկետբոլ սիրող մարդիկ, ովքեր հնարավորություն ունեին եւ մարզերից մեկում այս պահին քննարկում են նոր վերանորոգել գործող մարզադպրոցը եւ հանձնել տեղական ինքնակառավարման մարմիններին։ Այսինքն նման ծրագրերը պետքա ակտիվացնել, բայց դա պետքա անել ճիշտ ձևով։ Մենակ ֆեդերացիան չի կարա դա անի, ֆեդերացիան կարա լինի կապողը, բայց ոչ թե իրականացնողը, որտեղ այնտեղ կան հազարավոր հարցեր կապված թե օրենքների հետ, թե ճիշտ կառավարման հետ։ Ինչ վերաբերում է ի վերջո շատ պարզ լեզվով ֆինանսավ, այսինքն այն մարդը, որ ցանկանում է եւ պատրաստական է եւ հետաքրքրված է ֆինանսավորել որևէ ծրագիր, նա պետք է չափազանց վստահ լինի, որ այդ ծրագիրը կետ առ կետ ի վերջո ինքը իր փողի տերն է։ Պարզ եմ ասում։ Այո։ Ինքը իր փողի տերն է, ինքը ուզում է իր փողը արդյունք բերի, այլ ոչ թե պարզապես գնա ծախսվի եւ վերջ։ Բացի այդ կան մի շարք անձինք, որոնք կարան իրենց փորձը բերեն ստեղ կառավարման ոլորտի, այսինքն այս մարզաձևի։ Այո, այդ տարբեր բաներ կա, որ պետքա իրականացնենք, բայց ամեն տեղ, ամեն մարզում, ամեն քաղաքում պետքա լինեն մարդիկ, որոնք կարող են դրանով զբաղվել։ Ես մի առիթով էլի էի նշել, որ սպորտի մենեջմենթը Հայաստանում ցավոք սրտի շատ տխուր վիճակում է։ Այստեղ այս տաղավարում մենք խոսել ենք միասին այդ մասին ամիսներ առաջ, ճիշտ է։ Դրա համար հիմա մենք փորձում ենք ամեն տեղ գտնել որևէ մեկին, ով կարող է այդ ծրագրերով զբաղվել, իրականացնել։ Նույն ինքս ես ամեն օր նոր բան եմ սովորում, ամեն օր նոր բան եմ տեսնում, դասընթացների եմ մասնակցում, այդ շարունակական process է, դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա, թե ինչ որ տեղ չունեն այդ մասնագետները, մենք պատրաստ ենք օգնել, տանել առաջ, մենք ինքներս էլ ամեն օր այդ process-ի մեջ ենք, բայց պետք է աշխատանք տարվի, եթե նստել ասել ժողովներ ա լինում, տարբեր սպորտի պատասխանատուներ, տարբեր տեղերից գալիս են, ասում են, դե մեր մոտ չկա, մեր մոտ գոյություն չունի, մեր մոտ դա պատասխան չի, դա պետք է հասկանալ, եթե չկա, բա եղբայր դու տեղ ինչ ես անում, ինչով ես դու զբաղված, պետք է այդ ամեն ինչը հասկանանք։ Ձեզ էլ կարող է հետագայում այդ հարցը տան, այսինքն կա թե չկա, եթե հանգարտ դուք այդ պատասխանը կտաք, չկա։ Հիմա եթե ես տենց պատասխան տայի, մի քանի տարի առաջ փախել էի բասկետբոլից ընդհանրապես, որ ոչ մի բան չկար, հավաքականներ չկային, առաջություններ չկային, ամենահեշտը ասել դե չկա, բան չենք անում, բայց պետք է աշխատել, որ այդ ամեն ինչը ստեղծել։
Իսկ ես տեսնում եմ այդ ռեսուրսները կան։ Այնպես չի, որ Հայաստանը չունի այդ ռեսուրսները։ Եթե մենք նայենք տոկոսային հարաբերությամբ մեր համախառն ներքին արդյունքի տոկոսները մյուս երկրների հետ, մենք կարանք լրիվ այլ պատկեր ստանանք, եթե ճիշտ ծախսվեն այդ ռեսուրսները, ոչ թե ձևական բաներ արվեն, ձևական ինչ-որ սպորտային փառատոններ կազմակերպվեն տարբեր տեղեր եւ ասեն դե մենք սպորտում ամեն ինչ լավ է, մի քանի հատ դիպլոմ բաժանեն, բնականաբար կարան ցույց տան ծածկադմփոց անեն, բայց երբ որ իրական աշխատանքի մասին է, իրական արդյունքների, ի վերջո պետք է առաջնահերթությունը լինի մարզիկների, բասկետբոլիստների քանակը։ Երբ որ ունենանք այդ քանակը, արդեն լրիվ այլ պատկեր կլինի։ Այսօր հետո ստեղ sense շատ նուրբ թել կա, էլի, պատանեկան բասկետբոլ, մասսայականություն, ազգային հավաքականներ։ Մենք անընդհատ արդյունքների հետևից ենք ընկնում, բոլոր ռեսուրսները այնտեղ ենք ծախսում եւ մոռանում ենք մասսայականության մասին։ Բայց դա ոչ թե հենց ֆեդերացիան է մոռանում, այլ կողքից էլ, ասենք, անընդհատ, չգիտեմ, դրթում են դրան, ընդհանուր է իրավիճակը դրթում է դրան, որ պետք է մի հատ արդյունք տաս, պետք է մի հատ լավ խաղաս, պետք է մի հատ ինչ-որ աղմուկ անես, որ կարողանաս ինչ-որ տեղ հասնես։ Իսկ դա բերում է բարդությունների, որովհետև այդ ամեն արդյունքի հետևից ընկնելով ողջ ռեսուրսները դրան տալով, մեկ էլ տեսնում ես, որ ստեղ ես մեծ խնդիրներ ունենում։ Շնորհակալ եմ Արթուր հրավերս ընդունելու համար եւ հետաքրքիր զրույցի։ Մեր ունկնդիներին եւ ակնդիներին հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Նազարյանը։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, շարունակեք հետևել մեզ։ Sportcast